վախենում եք Քոչանից։ Դե եթե Ռոբերտ Քոչանից մենք վախենում էինք, 2021 թվականին Ռոբերտ Քոչյանը պատգամավորական մանդատ ստացավ, թող գար մի հատ մեզ վախեցներ, վախի չեկավ։ Կարող է Ռոբերտ Քոչյանը ինքը վախեցավ, որ չեկավ մեր դեմ դիմաց չկանգնես։ Մենք շատ սիրով կուզենայինք, մենք շատ BTS-ը էլ եմ ասում, ինչ պետք է իրան անեինք։ Ինչ պետք է անենք, պետք է խոսայինք, պետք է բանավիճեինք, ուրիշ ինչ-որ բան պետք է անենք, բաթո գար։ Պաստավոր պայմաններ է, չէ՞, պարոն Կոնջորյան, լինի ձեր դիմացը Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը իրար թիմով, որ տենց փոխադարձ Ինձ համար նպաստավոր, ինձ համար, եթե ինչ որ մեկին է կարա թվա, որ նպաստավոր պայմաններ է, որ դուք եք օրինակ Նարեկ ջան հարց տվողը։ Ես չեմ կարծում, որ այդ տեսանկյունից պետք է նայել, եթե կա խորհրդարան, եթե կա խորհրդարան, եթե կան խորհրդարանական ուժեր, որոնց որ քաղաքացիները ընտրել են, մենք պիտի հաշվի նստենք այդ ուժերի դասավորության հետ եւ պիտի իրենց հետ փորձենք աշխատել, ինչը ենթադրում է նաեւ քաղաքական բանավեճ։ Իսկ եթե այդքան տենց Ագնեսա Խամոյանը եւ մյուսները խրոխտ ասում են, որ թե մենք վախենում ենք, շատ լավ, բա թե Ռոբերտ Քոչյանը մանդատը վերցներ, գար հենց մի հատ տենայինք ով ումից վախենում։ Կարող է ինքը վախեցավ դրա համար մանդատը չվերցրեց։ Բայց քաղաքական թիմի առաջնորդն էր, գնացել էր իր դեմքով երկրորդ տեղն էին զբաղեցրել։ Բա թող վերցներ այդ բանը։ Չնայած հենա, ոնց որ Պուն ասելա, որ իրանց պատրաստ են առաջադրեն, չէ՞։ Պուն։ Չի ասել Պուն։ Պուն, չգիտեք ինչա, հապավում է։